երբ որ սկսնակ ես ու արդեն պետքա CV պատրաստես կամ ուզում ես այս ոլորտ մտնես կամ արդեն իսկ աշխատում ես, միշտ չի որ հասկանում ես CV-ումդ գրես օրինակ product designer թե UX UI designer ու вообще ինչ է էլի տարբերությունը։ Մարդիկ երբեմն չեն էլ պատկերացնում ինչա տարբերությունը, ինչ որտեղ նույնիսկ աշխատելու ժամանակ, բայց իրականում շատ մեծ տարբերություն ու ճիշտ կլինի իմանաս դրա մասին եւ ճիշտ գրես քո CV-ում, որպեսզի երբ որ քեզ հարցնեն, դու կարողանաս տակից ճիշտ դուրս գալ, էլի։ UX դիզայները, ինչպես գիտենք, user-ի flow-երի մասին է մտածում, user-ին է հաշվի առնում եւ user-ի պահանջների հիման վրա կառուցում է լավ UI-ներ, լավ user flow-եր եւ հաշվի առնում, որ user-ը ամբողջապես բավարարված լինի, չէ՞, այդ ամեն ինչում։ Բայց product designer-ը պատկերացրու, եթե այսքանի մեջ է UX UI դիզայները տեղավորվում, ձախից ու աջից ավելորդ կտորներ ունի։ Օրինակ, եթե UX UI դիզայները անում է այս ծավալի աշխատանքը, որը ինքնին բաժանվում է երկու մասի, UX-ի ու UI-ի, product designer-ը այս կողմից ու այս կողմից ունի ավելի անելու բան, այսինքն product designer-ը այս մասով ինքը product-ի մարդ է, product-ի մարդը նաև հաշվի առնում բոլոր բիզնեսի առաջադրանքները, բիզնեսի նպատակները եւ ինքը product մարդկանց հետ նաև աշխատում է, այնտեղ կլինի product owner, չգիտեմ, product manager եւ այլն, այսինքն այստեղ ինքը մի քիչ ավելի բիզնեսի պահանջներն էլ հաշվի առնում, մինչդեռ UX UI դիզայները ինքը շատ ինքնաբավ աշխատում է user-ի flow-ի եւ user-ի experience-ի լավացման վրա, բայց էլի product designer-ը այս ամբողջ line բանն է վերցնում իր թևի տակ, հուսով եմ քրտնած չի լինի եւ այս մասում ինքը աշխատում է նաեւ բիզնեսի նպատակների եւ բիզնեսի KPI-ների հետ համահունչ, որ այս ամբողջ UX UI этаպը, որ ինքը անելու է, նաեւ սպասարկի բիզնեսին եւ բիզնեսը իր նպատակներով առաջնորդվում է ու product designer-ը ստեղից հիմնականում իհարկե user-ի պահանջները հաշվի առնում է, բայց նաեւ հաշվի առնում բիզնեսի պահանջները ու այդ բալանսը ստանում է product designer-ը հենց։ Դրա համար մեր նախորդ վիդեոյում խոսում էինք, որ միշտ չի որ մենք user-ի բոլոր ասածները հաշվի ենք առնում կամ բոլոր իր պահանջները կատարում ենք, որովհետև մենք աշխատում ենք բիզնեսում եւ product designer-ներն են հիմնականում ովքեր աշխատում են էլի բիզնեսում, ինչքան էլ մենք տեսնենք, որ գրում են UX UI design եւ այլն, բայց product designer-ը այս մասով նաեւ ապահովում է։ Իսկ այս հետևի մասով, այսքան մասով նաև էլի product-ի ժողովրդի հետ, ստեղ ինքը նայում է իր սարքած այս ամբողջ նախքին կտորը, ինչքանով լավ է սպասարկում, այսինքն user-ները ստեղ գալիս են, չեն գալիս, բիզնեսը իր նպատակներին հասնում է եւ չի հասնում, այդ ամեն ինչը UX UI դիզայների վերջի этаպից հետո, երբ որ արդեն UI-ը արտադրվում, product designer-ը այս վերջում էլի հաշվի առնում ու ստեղ կարող է պետք լինի բաներ ավելացնել ապագայում, ինչ-որ բաներ փոխել ապագայում, ինչ-որ բաներ հանել ապագայում եւ այլն։ Ու դրա համար է, որ product designer-ը շատ ավելի արժեքավոր մարդ է դառնում բիզնեսի համար, ինչ հանգիստ տեղ է այստեղ, եւ ավելի պատասխանատու է լինում իր աշխատանքը, որովհետեւ ինքը նաեւ հաշվի է առնում ոչ նեղ մասնագիտական հանգամանքները, որը user-ի հետ կապված կլիներ օրինակ։ Իսկ գալով մյուս կետին, խնդրում եմ, թեկուզ դու գրաֆիկ դիզայներից ես գալի որպես product designer օրինակ, կամ չգիտեմ, ուզում ես ներկայանաս որպես համ գրաֆիկ դիզայներ, համ product designer, մտածելով, որ դա քեզ ավելի կօգնի այդ գործում քո տեղը զբաղեցնես։ Ճիշտ չի դու ներկայանաս որպես երկու տարբեր մասնագիտություններ իմացող անձ, ինչքան էլ դա ճիշտ լինի։ Կարող է այդ փոքր կամպանիաներում, որտեղ գումարի խնդիր ունեն օրինակ, ցանկանան քո նման մեկին վերցնել, որ օրինակ
product designer-ը ու graphic designer, բայց հիմնականում եթե դու ուզում ես առաջ գնաս քո կարիերայում եւ մնացած ամեն ինչում, կապ չունի որ դու, չգիտեմ, graphic designer ես եղել, հետո եղել product designer, եթե դու հիմա փնտրում ես product designer-ի աշխատանքներ, քո CV-ում պետք է գրի անուն, ազգանուն, product designer, ոչ թե product designer and graphic designer կամ UX UI designer and graphic designer։ Դու կարաս քո graphic designer-ական էտապը, եթե ինչ-որ տեղեր աշխատել ես, քո experience-ի ամենաներքևում էդի նշես։ Կամ օրինակ գրես, որ դու սովորել ես ակադեմիայում որպես graphic designer, բայց դու պետք է ներկայանաս որպես մի մարդ, ով շատ լավ տիրապետում է մի աշխատանք։ Օրինակ դու product designer ես, կամ դու graphic designer ես, կամ դու project manager ես, էական չի։ Բայց մարդիկ կամ կամպանիաներ ավելի ճիշտ փնտրում են մասնագետներ, ովքեր կարող են մի բան անեն, բայց շատ լավ անեն։ Գործի բերումով այս վերջերս ես էլ եմ լիքը CV-ներ ստանում ու ընդհանրապես չեմ էլ նայում եւ մարդիկ հասկացել են, որ չեն էլ նայում այն CV-ները, որտեղ մարդիկ համ օրինակ UX UI դիզայներ են, համ graphic designer են, որովհետեւ դու չես իմանում կարող մարդը իր ջանքերը կիսել է իր սովորելու этаպում երկու մասի ու երկուսն էլ թերի գիտի օրինակ։ Հուսով եմ հաճելի էր, կհանդիպենք հաջորդ վիդեոյում։